Սերժ Սարգսյանն իր թիմակիցներն ու սատելիտները արդեն խճճվել են իրենց քարոզչական թեզերում։ Վերջին մի քանի ամիսներին նրանք միաբերան պնդում են, որ Նիկոլ Փաշինյանին դեմ է Հայաստանի քաղաքացիների 90%-ը, բայց միևնույն ժամանակ պնդում են, որ չպետք է գնալ ընտրությունների, քանի դեռ ՔՊ-ն իշխանության է։ Իրենց հիմնական թեզն այն է, որ ընտրակեղծիքների տասնամյակների փորձ ունեն ու վստահ են, որ իշխանության ղեկին գտնվողը լիուլի կեղծելու հնարավորություն ունի։ Որպեսզի առավել խտացնեն գույները, հայտարարում են, թե Փաշինյանը պատրաստ է անգամ մարդ սպանել, բայց չտալ իշխանությունը։ Ահա այս քարոզչական արշավի ֆոնին Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված որոշ գործիչներ սկսեցին գեներացնել ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին խոսակցությունները։ Օրեր առաջ Սերժ Սարգսյանի խորհրդարանական թիմը «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես միացավ այս գործընթացին, հայտարարելով, որ անվստահության գործընթացը Փաշինյանին իշխանազրկելու ամենահավանական տարբերակն է։ Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ ստացվում է, որ Փաշինյանը պատրաստ է կրակել մարդկանց վրա, երբ քաղաքացիների 90%-ը դեմ է նրան, բայց շատ հանգիստ նստել նայելու է, թե իր շնորհիվ ուսապարկից պատգամավոր դարձածները ինչպես են միանում Սերժ Սարգսյանին։ Եվ սա այն պարագայում, երբ այդ ուսապարկերը անգամ ՔՊ-ից վռնդվելուց հետո չեն համարձակվում Փաշինյանի հիմնական գծին դեմ քվեարկել։ Այս իմաստով ամենավառ օրինակը Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են, որոնք ՔՊ-ից վռնդվելուց հետո էլ քվեարկում են այնպես, ինչպես ցանկանում է Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցների կողմից անվստահության գործընթացը հնարավորություն համարելը, իսկ հանրության մասնակցությամբ ընտրության գնալը մերժելը վկայում է մեկ բանի մասին. Սերժ Սարգսյանի համար առավել վստահելի են ՔՊԱ-ականները, քան Հայաստանի քաղաքացիները։ ՔՊԱ-ականներին վստահելը Սերժ Սարգսյանի համար իր հստակ պատճառներն ունի, հիմնավորված է նաև Հայաստանի քաղաքացիներին չվստահելը։ Սերժ Սարգսյանն իր իշխանավորման տարիներին բազմաթիվ ՔՊԱ-ականների հովանավորել է, կարիերայի աճ ապահովել, նրանց ոչնչից Նիկոլի ուսապարկեր է սարքել, իսկ 2018-ին բերել է իշխանության։ Իսկ հայ հանրությունը գրեթե չի հիշում Սերժ Սարգսյանի մի քայլ, որը բխել է հանրային շահից։ Սարգսյանի կառավարման տարիները եղել են տոտալ անարդարության եւ թալանի տարիներ, որն ի դեպ հիմա շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ մարդիկ դա չեն ներել երրորդ նախագահին, այնպես որ հիմնավորված է Սերժ Սարգսյանի թիմի վստահությունը, որ իրենց համար ՔՊԱ-ականների շնորհիվ իշխանության գալը ամենահավանականն է։ Ժողովրդի մասնակցությամբ ցանկացած գործընթաց Սերժ Սարգսյանի համար աղետալի ավարտ կունենա։